Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսի Թափուր գահի հիմնական հավաքնորդներին, կաթողիկոսական աթոռի տեղապահ Ներսես arczepiskopos Պոզապալյանին եւ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին arczepiskopos Ներսիսյանին, ինչպես նաեւ վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Նրանք եկել էին տեսնելու Գագիկ Հարությունյանի շարունակվող երկխոսություն գիրքը նվիրված հանգուցյալ վեհափառ Գարեգին առաջինին։ Հարությունյանն ափսոսում է, ժողովուրդը նրան լավ չճանաչեց։ Վազգեն Սարգսյանն ավելացնում է, նրան խանգարողներ կային։ Կենտրոն թաղապետարանն ահազանգում է, առջևում համահայկական խաղերն են, փողոցներում դրված պաղպաղակի սառնարանները կենտրոնի տեսքին հարիր չեն։ Օրինակ, այս մարդը թող իր պաղպաղակները վաճառի հագուստի խանութում։ Մյուս կողմից ըստ կենտրոնի թաղապետի տեղակալի այդ մարդկանց առևտուրը համայնքի բյուջեին փող է բերում, սակայն բարեկարգումը մնում է բարեկարգում։ Պաղպաղակ վաճառողը բողոքում է, բայց ես 4 օր է վնասով եմ դուրս գալիս, տունս փող չի մտնում։ Ստիպված դաժե ես եմ կիսովչափ ուտում այդ պաղպաղակը, գումարը վճարում եմ եւ պաղպաղակը ինքս ուտում, որովհետեւ փչանալու է իմ վրա է նստած այդ ամբողջը։ Այս երիտասարդը կուսակցության ղեկավար է, ազգային ակադեմիայի դահլիճում այս ոչ կոմունիստ տղան քարի վրա չի թողնում, խոսելով նախագահական եւ խորհրդարանական կառավարման համակարգերի անարդյունավետության մասին։ Երգը միակուսակցական կառավարումն է, ասում է, որ սա ռուսների սրտովել է։ Բոլոր կուսակցությունները դադարեցնում են իրենց գործունեությունը։ Սա է ժողովրդավարության գերագույն նվաճումը, երբ որ ազգն է եւ ժողովուրդն է հասնում այն բանին, երբ որ միամուր ընտրում է մի գաղափարախոսություն։ 2000 թվականի օգոստոսի 11-ի առավոտյան KVZ Մակնիշի ավտոբուսը Գոգարան գյուղից 3 կիլոմետր դեպի Վանաձոր Գյումրի Մայրխճուղ ուղղաթվածում վթարի է ենթարկվում։ Մահանում է 5 հոգի, վիրավորվում 38-ը։ Մինչդեռ այն 21 հոգի տեղափոխելու համար էր։ Հավանաբար բենզին խնայելու նպատակով վարորդը երթևեկել է անջատված շարժիչով, բախվել ճամփեզրի քարին եւ 25 մետր գլորվել ներքև։ 2001-ի այսօրը կառավարության մոտ են հավաքվել Արմավիրի մարզի 2 գյուղի բնակիչներ, նրանք իրենց համարում են խայտառակ անարդարության զոհ։ Տվյալ գյուղերի նոտար մեկն ըստ գյուղացիների զբաղեցրել է իրենց վարելահողերը։ Մի մարդը, որը կարող է մշակել մոտ 2-300 հեկտար հող, իսկ 2 գյուղեր, որ եթե վերցնեք, սեփականաշնորհված այդքան տարածք էլ չունեն։ 2 գյուղի ազգաբնաշրջան 40%-ը երիտասարդ աճող ընտանիքներ այսօր չունեն ոչ մի մետր հողամաս եւ գաղթի ճանապարհ են բռնել Ռուսաստան եւ տարբեր երկրներ։ 2001-ի այսօրը Արտադատության նախարարը խոսում է քրեակատարողական հիմնարկների ներքին գործերի նախարարությունից Արտադատության նախարարություն տեղափոխելու ընթացքի մասին։ Հիմնական գաղափարը դրանք ապառազմականացնելն է, թեպետ դա այլ հանցագործների թիվը չի պակասեցնի։ Բոլոր երկրներում վերջին 30 տարվա ընթացքում գրեթե կրկնակի աճել է բոլոր երկրներում, նորից եմ ուզում կրկնեմ, ազատազրկված անձանց թիվը։ Եթե այս տենդենսը աճի պահպանվի, ապա 21-րդ դարի կեսերին մենք գրեթե բնակչության մի զգալի մասը հատվածը կունենանք ազատազրկման վայրերում։ Պտտահողմը, ջրհեղեղը եւ կարկուտը մեծ ավերածություններ են առաջացրել Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում։ 45 րոպե տևած պտտահողմը հիմնահատակ ավերել է գյուղացիներից մեկի անասնագոմը, խեղդվել է 13 գառ, 2 ոչխար,